Հարգելի հայրենակիցներ, Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը անառարկելի է եւ անօտարելի։ Բռնի տեղանությանը հաջորդած 1.5 տարվա ընթացքում այն իր ամրագրումն է ստացել ինչպես միջազգային դատականատյանների, մասնավորապես Արդարադատության միջազգային դատարանի կողմից, այնպես էլ միջազգային քաղաքական մակարդակում, տարբեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հայտարարություններում եւ խորհրդարաների կողմից ընդունված բանաձևերում։ Սակայն իրավունքը մնում է թղթի վրա, եթե բացակայում է այն պատշաճ կերպով պաշտպանելու, առաջ մղելու հանձնառությունը, համարձակությունը եւ պատրաստակամությունը։ Միջազգային հարթակներում այս ուղղությամբ տարվող աշխատանքները պարտադիր կերպով պետք է զուգորդվեն Հայաստանի Հանրապետության կողմից այս հարցը բանակցային գործընթացի օրակարգում ներառելու հրամայականով։ Դա է հուշում հակամարտության տրամաբանությունը, պատմությունը եւ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանի Հանրապետության ստանձնած պատասխանատվությունն ու պարտավորությունը։ 150,000 մարդու խախտված իրավունքների վրա կառուցված խաղաղությունը անարդյունավետ է, անարդար եւ անիրագործելի։ Անիրատեսության շղարշի ներքո սեփական իրավունքներից հրաժարվելը անընդունելի։ Հետևաբար, մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում մենք եւս մեկ անգամ պետք է միասնաբար կանգնենք, վերահաստատենք հայրենիք վերադառնալու մեր ցանկությունը եւ պահանջենք Հայաստանի Հանրապետությունից եւ միջազգային հանրությունից պատշաճ քայլեր ձեռնարկել մեր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Մասնակցիր արցախցիների իրավունքների պաշտպանության հանրահավաքին մարտի 29-ին ժամը 15-ին Երևանի Ազատության հրապարակում։ Կազմակերպիչ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ։